համարում եւ ինչու պիտի Հայաստանի Հանրապետության քաղաքացին օր առաջ ժամ առաջ հրապարակ համախմբի ինչու։ Ճիշտն ասած, հենց այդ բանով չենք դրել, բայց ցանկալի տարբերակն է։ Այդ շեշտադրումով չենք դրել։ Մենք փետրվարի 18-ին սկսեցինք նախապատրաստական աշխատանքները, ակնկալելով, որ այսօր արդեն բավական իրազեկած կլինենք մարդկանց։ Հիմա տեսնենք մարդիկ ինչպես են տրամադրված եւ ինչ պատրաստակամություն կա այդ գործին ընթացք տալու։ Գործի ընթացքը հետեւյալն է։ Հայաստանի քաղաքական ուժերի հիմնական մասը ուզում է, որ եւ ժողովրդի հիմնական մասը ուզում է, որ իրեն չարդարացրած Նիկոլ Փաշինյանը հեռանա։ Այսօր միայն Ռուբեն Վարդանյանի բարձրացրած հարցը բավական է ընդունելու, որ վարչապետը իր տեղում չէ, որովհետեւ պատկերացրեք չեկիստի որդի Ալիևը, դա պատմական իրողություն է, աշխատում է նույն չեկիստական ոգով, պատանդ է պահում մարդկանց եւ այդ պայմաններում հանկարծ Հայաստանի ղեկավարը համարում է, որ նրա հետ կարելի է խաղաղության պայմանագիր կնքել։ Այն որ չեկիստը իր չեկիստական ոգով դաստիարակած որդուն այսպիսի գործելակերպ է մատուցել, հասկացանք, բայց միջազգային իրավունքի ենթակա Հայաստանի ղեկավարը այդքան լծակներ ունենալով մենակ դա բավական էր ասելու, որ դու քո տեղում չես։ Նույնիսկ միասին հայտարարություն են ընդունել, որ գերիներ պիտի չլինեն, բայց ինքը թույլ է տալիս, որ պատանդներ լինեն, հեն էլ խաղաղ պայմաններում։ Էլի հարցեր կան, բայց այդ հարցերի մեջ ամենակարևորը իհարկե իրավիճակը կտրուկ փոխելն է։ Եթե մենք խոսենք առկա հարյուրավոր հարցերի մասին, ես հարյուրավոր ομերությամբ, սահմանադրությամբ։ Եթե մենք այսօր խոսենք ընթաց տալով կամ արձագանքելով կամ վերարտադրելով հանրության մեջ տարածված պատկերացումը, որ Նիկոլը պետք է հեռանա, ենթադրենք Նիկոլը զարթնեց ու հեռացավ։ Մենք պիտի հասկանանք, որ վաղը նույն վիճակի առաջ կարող ենք կանգնել։ Ուստի ամենակարևորն այն է, որ մենք հենց սկզբից իմանանք, թե որն է ճանապարհը։ Հիմա տիրոջ կամքով հայ ժողովրդին տրվել է այնպիսի համակարգ ունենալու հնարավորությունը, որ քաղաքացին մշտապես լինի տերը։ Ես այսօր դրա մասին հանգամանալի կխոսեմ, բայց երկու խոսքով հիմա ասեմ, որ ամենակարևորը քաղաքացիների երկրի կառավարմանը իրավահավասար կերպով մասնակցելու իրավունքի ապահովումն է։ Սա նորույթ է ամբողջ աշխարհի համար։ Ամենուր ասում են, որ քաղաքացիները իրավահավասար են, բայց ես հասարակ բան եմ գտել։ Այնքան հասարակ, որ բոլորը երբ դրա մասին լսում են, ասում, բայց ինչպես մենք չկռահեցինք։ Երբ խոսում ես մարդկանց իրավահավասարության մասին, դա չի նշանակում, որ նա իրավահավասար պիտի լինի ընտրության օրը, մեկ էլ սպասի հաջորդ ընտրություններին։ Գոնե ներկայացուցչական կոչված մարմնում, տեսեք, գործադիրի հարցում կա, չէ՞, պայմանավորվածություն, որ ով որ շատ ձայներ հավաքի, նա պիտի ղեկավարի։ Բայց այդ գործադիրին վերահսկողը քաղաքացիներն են։ Եթե քաղաքացիների վերահսկողությունը լիարժեք չի, լիակատար չի, նշանակում է իրենք չեն իրենց ճակատագրի տերը, եւ այդտեղ առաջանում են խնդիրներ։ Եթե մարդիկ իրենց ճակատագրի տերը չեն, դա լինում է կամ բռնազավթման դեպքում, կամ էլ ոչ միայն բռնապետության պայմաններում, այլ նաև դեմոկրատական կոչված, սակայն ներկայացուցչական մարմնում քաղաքացիների ոչ լիարժեք ներկայացվածության հետևանքով։ Կրկնեմ, տիրոջ կամքով հայ ժողովրդին տրված է այդ հնարավորությունը, որ Հայաստանը դառնա ոչ միայն համեմատաբար ավելի ժողովրդավարական երկիր, այլ աշխարհի ամենաժողովրդավարական երկիրը։ Եվ Հայաստանը կարող է լուծել մեր բացարձակ ժողովրդավարության սկզբունքների շնորհիվ, կարող է լուծել մարդկանց մշտական իրավահավասարության հարցը։ Խոսքը վերաբերում է նրան, որ քաղաքացիները իրավահավասար լինեն ոչ միայն ընտրության օրերին, այլ նաև ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածում։ Մաթեմատիկորեն արտահայտելի շատ պարզ բանաձև է, այսուհետև ես պարզապես ուզում եմ, որ նախ եւ առաջ Հայաստանը ընդունի դա։ Դա չի հնարավորություններ կար միջազգային ատյաններին հասնել մեկ այլ երկրում դա կյանքի կոչել, բայց դա այնքան մեծ առավելություն է տալիս Հայաստանին։ Պատկերացնում եք, քաղաքակրթությունը այսօր ժողովրդավարական պետությունների տնօրինության տակ է, կամ հիմնականում նրանց է պատկանում։ Եվ հանկարծ այդ պետությունների մեջ Հայաստանը ամենաժողովրդավարական երկիրն է, ավելին օրինակելի երկիր։
Այսօր ես դրա մասին եմ խոսելու եւ դա կապված է անմիջականորեն մեր ունեցած խնդիրների հետ։ Նիկոլ Փաշինյանին հեռացնում ենք ոչ թե այնպես ինչպես երազում են շատերը։ Հավաքվում ենք, ընդհանրենք 100,000 հոգով, կես միլիոն մարդկանցով եւ Նիկոլ Փաշինյանը ամաչում է կամ էլ վախենում է, հեռանում է։ Ու հետո ով է գալիս, դա ոչ մեկին չի հետաքրում։ Այս դեպքում մենք հարցը լուծում ենք թվում է թե ամենաերկար ճանապարհով, բայց դա ամենակարճ ճանապարհն է, որովհետև 3 ամսում դա կարելի է։ Մենք արդեն 3 անգամ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը տվել ենք սահմանադրության նախագիծ, 15 քաղաքական ուժեր են դրա օգտին արտահայտվել։ Նախագիծը պետք է, գիտեք, ուղղակի բարոյական պարտավորության հարց է, երբ մեկը ընդունել է նորմատիվ իրավական ակտ եւ դրանում ասված է, որ ցանկացած առաջարկ պետք է քննի սահմանադրական հանձնաժողովը։ Այդ պայմաններում դու ասում ես, դու այսպեսի բան ես գրել, ինչու ես նախագիծը չես ընդունել։ Այլ բան, երբ ես խոսում եմ իմ անունից կամ ԱԻՄ-ի անունից եւ այլ բան, երբ այստեղ հավաքված կլինի մարդկային ինչ որ զանգված, տեսեք չեմ ասում են հեռացնելու բան։ Այլ ասում ես, լսի, դու նորմատիվ ակտ ես ընդունել։ Նախագիծ է տրված, ինչի՞ չեք քննարկում։ Եվ այդ նախագծի քննարկեն կմերժեն։ Չեն կարող։ Այդ հետաքրքիր։ Չեն կարող, որովհետև երբ որ դու ասես խավարը լույսից լավ է, կարող ես մերժել։ Բայց դա ինքնասպանություն կլինի ցանկացած իրավաբանի համար, նաև այս հանձնաժողովի համար, որովհետև քննարկումը չի կարող 4։ Այդ էս երկրում այդպես բան հնարավոր է, պարոն Հայրիկյան։ Այս իշխանության պայմաններում այդքան հուսադրող են ձեր ասածները։ Ուրեմն ընդհանրապես անհնար ոչինչ չկա։ Եվ դա ասում եմ մի մարդ, որը Գորբաչովի օրոք երբ ասում էր անկախություն հանրաքվեի ճանապարհով, նույնիսկ Գորբաչովի օրոք ձեզպես շատերը ասում են, բայց դա հնարավոր է։ Բայց եթե դու ճշմարտության հետ ես, անհնար ոչինչ չկա։ Մեկ, երկրորդ։ Նիկոլ Փաշինյանը երբեմն շահարկում է այն, որ ինքը 600-700,000 ձայն է ստացել, չէ՞։ Հիմա իր հետ խոսում է այս դեպքում հարցը բարձրացնում է մի մարդ, որը ստացել է 2,400,000 ձայն։ Անկախության հանրաքվեի ժամանակ դա իմ գաղափարն էր, բոլորը գիտեն, ես դրա համար միայն դրա համար 14 տարի եմ անցկացրել Բանտերում եւ Աքսորում, հետո էլ արտաքսվել եմ։ Հիմա ես ասում եմ, ես այն ձայն տված 2 միլիոն, իմ գաղափարներին ձայն տված 2,400,000 մարդու անունից ասում եմ, դու նամուս չունես, ասում եմ, որ այդ անկախություն հանրաքվեի ճանապարհով, ինքնորոշման ճանապարհով ունի շարունակություն։ Եվ այսօր մենք պետք է այդ ուղղությամբ պարզապես քննարկում անցկացնենք։ Քննարկումը չի կարող լինել փակ, որովհետև նախաձեռնողը ես եմ, ես պետք է ներկա լինեմ, դուք պետք է ներկա լինեք։ Այդ քննարկման ժամանակ, եթե որևէ մեկը, որևէ իրավաբան համարձակվի ասել դա վատ է, ասում ներողություն, ժողովրդավարությունը լավ բան է, թե վատ բան։ Չի կարող ասել վատ բան։ Եթե ժողովրդավարությունը լավ բան է, դա կատարյալին հասցնելը վատ է, նույն կերպ հետո մտնում է պարլամենտ, ով պիտի ներկայացնի դարձյալ ես։ Եվ այնտեղ այսօր արկա 15 քաղաքական ուժերը կդառնան արդեն 40-50, որովհետև սա կրկնում եմ, անառարկելի բան է։ Եվ մյուս կողմից էլ պիտի ճշտեմ, որ ես շատ անգամներ ասել եմ, հիմա էլ կրկնեմ։ Դա մեծագույն նորամուծությունն է մեր քաղաքակրթության ներկա փուլում, բայց ես ոչ մի նոր բան չեմ հայտնագործել։ Ես պարզապես իրար եմ միացրել տնտեսական իրավունքից, ընտրական իրավունքից, քաղաքացիական իրավունքից դրույթներ, եւ այնպես է ստացվում, որ ընտրություններին մասնակցած բոլոր քաղաքացիները հայտնվում են պարլամենտում։ Նրանք կարող են հետևել, թե իրենց ձայնը ինչպես օգտագործվեց։ Ես այդ մանրամասների մասին, քանի որ քիչ հետո խոսելու եմ հրապարակավ, մենք ուղերձ ենք ուղարկել Նիկոլ Փաշինյանին, մեղադրանք է ներկայացված, այսօր այդ ուղերձը կհնչեցվի եւ իրեն առաջարկել ենք հրապարակավ պատասխանել։ Այսպեսի կարծիք կա, որը ժամանակ տվել եք, որը տրամաբանական է, ինքը պետք է որոշի, մենք ազատ ենք թողել, այսօր նաև թեժ գծով խոսակցություն է եղել, այնտեղից էլ ասել են, որ մեր վարչապետը միշտ ուրախությամբ մասնակցում է հանրային հանդիպումների, այնպես որ կարող եմ ենք հենց հանրությանն էլ ներկայացնենք, ձեզ ներկայացված է մեղադրանք իշխանության չարաշահմամբ, ձեր ենթակա մարդկանց վրա ճնշում գործադրելու ուղղությամբ, ներկայացված է մեղադրանք անփութության մեջ նաև, իրավական ակտ խախտելու մեջ, կարճ ասած ամբողջության մեջ իշխանության չարաշահում։ Եկեք արձագանքեք այդ մեղադրանքին։ Այսօր գրություն է ուղարկված նաև դատախազություն, եւս մեկ անգամ այդ փաստերի նշումով
հակակոռուպցիոն կոմիտեին եւ արդարադատության նախարարությանը։ Այդ բոլոր գրությունները այսօր նաեւ հրապարակավ կհնչեցվեն, որպեսզի գիտեք են փակ գրագրությանը վերջ տանք։ Գրել ենք, ուր է քո պատասխանը։ Ունես 15 օր ժամանակ, առավելագույնը 1 ամիս ժամանակ։ Բացի այդ, մի այսպեսի կարևոր ներբերանք կա։ Երբ դու չես ասում այն, ինչ կարևոր է, եւ դրանով օգնում ես օրինախախտին, դու դառնում ես գործընկեր։ Շատ տարածված է այսօր մեր մեջ, մարդիկ ասում են նախապատրաստվում ենք ընտրություններում տապալենք Նիկոլ Փաշինյանին։ Այսինքն մարդկանց կոչ են անում խաղալ Նիկոլ Փաշինյանի խաղը։ Ես էլ իմ պարտն եմ համարում, որպես հայ իրականության մեջ հաջողության հասած միակ քաղաքական գործիչ, հաջողությունը կարիերան չի, հաջողությունը նպատակների իրականացումն է։ Ես իմ պարտականությունն եմ համարում, իմ պարտն եմ համարում մենակ թե 5 հոգով, թե 500 հոգով կամ 5 միլիոն հոգով բարձրացնել են հարցերը, որոնք կարևոր են մեր ժողովրդի համար։ Իսկ այդ կարևոր հարցերի մեջ մտնում են եւ արտաքին հարաբերությունների հարցերը, եւ Արցախում տեղի ունեցած ցեղասպանության հարցը։ Այդ բոլորի մասին, եթե ընթանա այնպես ինչպես ես եմ ծրագրում, այդ բոլորի մասին այսօր կխոսվի։ Պարոն Հայրիկյան, դուք ասացիք, որ հնարավոր է 3 ամսում